հայտարարեց, որ գերիների վերադարձչական կանենք, նշելով իր խոսքով, որ նրանք ծանր հանցագործներ են, չնայած որ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Հայաստանում որևէ հույս կար, որ հնարավոր կլինի վերադարձ։ Ես կարծում եմ մենք պետք է գերիների մասին խոսելուց, Ադրբեջանում պահվող մարդկանց մասին խոսելուց հնարավորինս զուսպ լինենք եւ թողնենք, որ արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները այդ հարցով զբաղվեն, դրա համար զերծ կմնամ այդ մասով հավելյալ մեկնաբանություն տալուց։ Ակնկալիքներ այնուամենայնիվ ադրբեջանական կողմից Ես իմ համար չէ, հենց այդ գործի համար զերծ կմնամ այդ հարցին պատասխանելուց։ Անդրադառնալով նաև խաղաղության բուն օրակարգին նշել է, որ ստորագրել փաստաթուղթը հնարավոր կլինի սահմանադրության փոփոխությունից հետո, այսինքն ադրբեջանական կողմից շարունակում են Հայաստանի ներքին խնդրի գործերին խառնվել։ Տեսեք, խաղաղություն արդեն կա Հայաստանի Հանրապետությունում եւ ես լինելով Սյունեցի վստահաբար ասում եմ, որ դա մեր մոտի ապրող ժողովուրդը շատ լավ տեսնում են եւ խաղաղությունը երկարատև գործընթաց է, ոչ միայն թղթի շրջանակներում, այդ թվում նաեւ տարիներ են պետք, որպեսզի նաեւ երկու կողմերը հոգեբանորեն գիտակցեն, որ այսօր պետք է իրար հանդեպ խաղաղ տրամադրվածություն ունենան եւ փորձեն տնտեսական հարաբերություններ ստեղծել։ Հետեւաբար դա երկար գործընթաց է եւ դա մեկ օրվա կատարելու աշխատանք չէ, երկարատև աշխատանք է ու ես կարծում եմ արդեն մենք սկսել ենք ու շատ մոտ ենք խաղաղությանը։ Պարոն Դանելյան, Թրիփի հետ կապված սյունեցիների հետ երբ զրուցում ենք, տարբեր անհանգստություններ են հայտնում Թրիփի հետ կապված, մի մասը սա նաև նշում է, որ անհանգստացած են, այսպես ադրբեջանացիներ կգան ճանապարհով, անվտանգային խնդիրներ կառաջանան։ Դուք ընդհանրապես ձեզ հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է եւ ինչպես է կմեկնաբանեք։ Ես չգիտեմ դուք իմ գործունեությանը ծանոթ եք թե չէ, բայց ես չէի ցանկանում ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, ես երևի ամենաշատ գյուղերում եղած падգամավորն եմ ու կամ ես շփվում եմ բոլոր տեսակի մարդկանց հետ ու անընդհատ եւ իսկապես նմանատիպ անհանգստություն չկա նամանավանդ օգոստոսի 8-ից հետո երբ հստակ նշված են որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը որևէ վտանգ չի սպառնում եւ արտատարածքային քննարկում չկա այդ օրվանից սկսած որևէ անհանգստություն ես չեմ տեսել մեր հայրենակիցների կողմից։ Գուցե դուք ձեր թիմակից սյունեցիների հետ եք հանդիպում եւ որևէ դժգոհություն չեն հայտնում։ Ոչ, ես չունեմ թիմակից սյունեցի։ Սյունիքում ով ապրում եմ թիմակիցն եմ, ընկերն եմ, քույրիկն եմ, իմ եղբայրն է։ Իսկ Մարշվետի հետ ձեր հարաբերությունը ինչպես է։ Աշխատանքային։ Չկա, ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ։ Ես ինքս իմ տեսակով արվեստագետի ընտանիքից պարկեշն անձնավորություն եմ, ես չեմ լարվում ոչ մեկի հետ։ Պարոն Դանելյան, ասում եմ, որ ընտրությունից հետո հնարավոր է, որ նաև Մարշվետի պաշտոնը։ Ես մեծ հաճույքով կստանձնեմ ազգային ժողովի падգամավորի լիազորությունները եւ ավելի մեծ ջանքով կծառայեմ մեր ժողովրդին։ Այսինքն ձեր աշխատանքային շարունակությունը տեսնում եք ազգային։ Ես որևէ քննարկում այլ չեմ ունեցել, բացի ազգային ժողովի падգամավոր ընտրվելու մասով։ Շնորհակալ եմ։